Ողջույն, ես Վարդան Մանուկյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների եւ Sonos Cool Armenia ուլտրաձայնի դպրոցի հիմնադիր բժիշկ ռադիոլոգ։ Այսօր կպատմեմ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ամենահաճախ թույլ տրվող սխալների մասին։ Առաջին, չհետազոտել ամբողջ գեղձը։ Առաջին սխալը միայն գեղձի բլթերի գնահատելն է, մոռանալով օրինակ ստուգել նեղուցի վիճակը, քանի որ այնտեղ շատ հաճախ հայտնաբերում են հանգույցներ կամ գոյացություններ եւ ոչ հազվադեպ չարորակ։ Երկրորդը, հանգույցը չափել միայն մեկ հարթության մեջ։ Այս դեպքում դուք կկարողանաք չափել հանգույցի միայն երկու չափը։ Ըստ գործող միջազգային մոտեցումների, մենք միշտ պետք է գնահատենք յուրաքանչյուր գոյացության 3 չափսերը, իսկ դա մենք կարողանանք անել միայն երկու փոխուղղահայաց հարթություններում։ Հաջորդը, նկարագրել հանգույցների ոչ բոլոր հատկանիշները։ Գնահատեք կառուցվածքը, էխոգենությունը, ձևը, հանգույցի եզրագծերը, այսինքն կոնտուրները, ինչպես նաև հանգույցներում կալցինատների առկայությունը կամ բացակայությունը։ Հաջորդը, չգնահատել պարանոցի ավշային հանգույցները, հատկապես եթե հայտնաբերել են կասկածելի հանգույցներ։ Կեղծ հանգույցների գնահատելը որպես հանգույց կամ հակառակը։ Այո, աուտոիմուն թիրոիդիտի ֆոնին մենք շատ հաճախ տեսնում ենք հիպոէխոգեն կամ առանձնացված հատվածներ, որոնք կարող են հանգույցների տեսք ունենալ։ Ուլտրաձայնային ախտորոշման որակը ձևավորում է ոչ միայն փորձով, այլ համակարգված, ստանդարտացված եւ մանրակրկիտ աշխատանքով։ Յուրաքանչյուր ճիշտ գնահատված մանրուք կարող է որոշիչ լինել պացիենտի հետագա վարման վաղ ախտորոշման համար։ Եղեք ինֆորմացված, եղեք առողջ։